Բարև ձեզ։ Ադրբեջանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցման հավանության է արժանացրել մի օրինագիծ, որը վերաբերում է Նախիջևանի սահմանադրության նախաբանից Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հիշատակումը չեղարկելու։ Ինչպես նաև նույն նախաձեռնությամբ սահմանվում է, որ Նախիջևանը դառնում է Ադրբեջանի անբաժանելի մաս կամ Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Հիշեցնեմ, որ Նախիջևանի կարգավիճակը սահմանվել է 1921 թվականին Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որ կնքվել են Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև, և այդ պայմանագրերով նախատեսվել է, որ Նախիջևանը ինքնավար տարածքի կարգավիճակով տրվում է Ադրբեջանի հովանավորությանը, պայմանով, որ այն չի կարող տրվել որևէ այլ երրորդ կողմի։ Միևնույն ժամանակ չի նշվել, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մաս է։ Հիմա փաստորեն օրենսդրական նախաձեռնությամբ, օրենսդրական օրենսդրության ընդունմամբ Ադրբեջանը չեղարկում է այդ կարգավորումները, չեղարկում է Նախիջևանի իրավաքաղաքական կարգավիճակը, տրամաբանությունը և ստեղծում նոր իրողություն, Նախիջևանը հռչակելով Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այլ կերպ ասած, Նախիջևանը փաստացի իր իրավաքաղաքական տրամաբանությամբ և բովանդակությամբ կտրում է ռուս-թուրքական պայմանագրերից։ Եվ բնականաբար այստեղ հարց է առաջանում, թե այս ամենին ինչպես են վերաբերում Ռուսաստանն ու Թուրքիան։ Մինչ դրան անդրադառնալն իհարկե անհրաժեշտ է նկատել, որ այս պրոցեսը սկսել է վաղուց, այսինքն ամենևին ոչ 1-2 տարվա ընթացքում։ Ադրբեջանի նախագահը Նախիջևանը, այսպես ասած, յուրացնելու, իր գերիշխանությունը հաստատելու ուղղությամբ քայլեր սկսեց ձեռնարկել 2021 թվականից։ Այն բանից հետո, երբ փաստացի օկուպացրեց Արցախի կեսը պատերազմի միջոցով և նաև ձեռնմուխ եղավ արդեն Արցախի ամբողջական օկուպացիային միտված քաղաքական միջավայր ձևավորելուն, օգտվելով առաջին հերթին Հայաստանի իշխանության սխալներից և միևնույն ժամանակ նաև այն իրողություններից, որ ձևավորվեցին աշխարհաքաղաքական միջավայրում ռուս-ուկրաինական դե-ֆակտո ռուս-արևմտյան պատերազմի բռնկումով։ Դրան զուգահեռ Ադրբեջանը փաստացի արդեն ներքին ձևաչափերի ճանապարհով, բայց ձեռնմուխ եղավ նաև Նախիջևանի յուրացմանը։ 2021 թվականին Ալիևը լուծարեց մի շարք նախիջևանյան ինստիտուտներ, օրինակ ներքին գործերի նախարարությունը, և ենթարկեցրեց այն վերածեց կենտրոնական նախարարության ստորաբաժանման։ 2022 թվականին Իլհամ Ալիևը Նախիջևանում հաստատեց նախագահի ներկայացուցչի գրասենյակ և տեղական կառույցները փաստացի ենթարկեցրեց այդ գրասենյակին։ 2024 թվականին Նախիջևանում նա փոխեց համազորային բանակի հրամանատարին։ Այդ բանակը ստեղծվել էր 2013-ին հենց Ալիևի հրամանագրով, և բանակի հրամանատարը Քերիմ Մուստաֆաևն էր այդ ամբողջ տասնամյակի ընթացքում։ 2024 թվականին նրան փոխարինեց Քենան Սեիդովը։ Այստեղ ավելորդ չէ գուցե երկու ուշագրավ դետալի մատնանշումը։ Քենան Սեիդովը Ադրբեջանի համար 44-օրյա պատերազմի, այսպես ասած, աչքի ընկած, հերոսացած հրամանատարներից էր, և նա նշանակվեց Մուստաֆաևի փոխարեն Նախիջևանի համազորային բանակի հրամանատար։ Մուստաֆաևի պաշտոնանկությունը տեղի ունեցավ Իրան կատարած նրա այցից 1.5-2 ամիս անց։ 2024-ի մայիսին նա Իրանում էր, հանդիպում էր Թեհրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, իսկ 2024-ի օգոստոսին Մուստաֆաևը այլևս պաշտոնանկ էր։ Եվ 2025-ից Ադրբեջանը ձեռնմուխ եղավ սահմանադրական նախաբանի այս փոփոխություններին, որոնք փաստորեն ավարտում է այս ընթացքում։ Երևի թե մեծ հավանականությամբ հաջորդ քայլը կլինի ընդհանրապես Նախիջևանի ինքնավարության լուծարումը։ Սա անշուշտ կախված կլինի նաև ավելի լայն արձագանքներից և գուցե հենց նույն Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերմունքից։ Համաձայն են այս պրոցեսին Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք 100 տարի առաջ միասին սահմանել են Նախիջևանի կարգավիճակը և ճակատագիրը։ Նրանք հավանության արժանացնում են Ալիևի այս գործողությունները, թե դեմ են այս ամենին, պարզապես ներկայումս այդքան էլ մեծ կարևորություն չեն տալիս և համարում են, որ անհրաժեշտության դեպքում միևնույն է դարձյալ գերակա կլինի միմյանց միջև որևէ համաձայնություն, եթե կարիք լինի Նախիջևանի հարցում այդպիսի համաձայնության գալու։ Թե այստեղ չկա միասնական համաձայնության կամ անհամաձայնության հարց և տարբեր են Թուրքիայի և Ռուսաստանի մոտեցումները։
Կարող էր արդյոք Ադրբեջանը չհամաձայնեցնել այսպիսի պրոցեսները Թուրքիայի հետ նվազագույնը, հաշվի առնելով այն մեծ ազդեցությունը, որ Թուրքիան ունի Նախիջևանի վրա բոլոր իմաստներով եւ այն մեծ ազդեցությունը, որ պայմանավորված է նաեւ զուտ աշխարհագրական գործոնների եւ հանգամանքների բերումով։ Կարող էր արդյոք Իլհամ Ալիևը այս ամենը հաշվի չառնելով չհամաձայնեցնել Նախիջևանի ուղղությամբ գերիշխանություն հաստատելու իր քայլերը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Ռուսաստանի հետ համաձայնեցման հանգամանքը ամենևին այսպես աներկբա չէ, այսինքն Ռուսաստանի պարագայում Ադրբեջանը կարծես թե չունի դրա կարիքը եւ հնարավոր է նույնիսկ, որ Ռուսաստանը պարզապես չունենալով իրավիճակի վրա էապես ազդելու լծակներ եւ հնարավորություններ, չտեսնելով դրանք այս պահին, պարզապես լռության մատնի Ալիևի գործողությունները, ակնկալելով գուցե, որ ինքը հարցը կլուծի ադրբեջանական ամբողջական փաթեթով, եթե լուծի այսօր իր համար առավել կարևոր հարցեր այլ ուղղություններով եւ հետո ձեռնմուխ լինի Կովկասում իր խնդիրների ռազմավարական լուծումներին։ Հնարավոր է Ռուսաստանի մոտեցումը պայմանավորված լինի հենց այս տրամաբանությամբ։ Բոլոր դեպքերում առայժմ թե Թուրքիայի, թե Ռուսաստանի արձագանք Նախիջևանի ուղղությամբ այս գործողություններին չկա, մինչդեռ դրանք փաստացի չեղարկում են ռուս-թուրքական պայմանագիրը առնվազն Նախիջևանի մասով եւ ստեղծում փաստացի այդ պայմանագրերի հանդեպ նախադեպ, ինչպիսին է լինելու վերաբերմունքը։ Ես իհարկե չեմ կարծում, թե ռուս-թուրքական փոխհարաբերությունը բացառապես պայմանավորված է եղել այս պայմանագրերով, այդուհանդերձ դրանք մեծ նշանակություն եւ ազդեցություն են ունեցել այդ փոխհարաբերության հարցում, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված ժամանակահատվածում եւ առավել եւս վերջին 1.5-2 տասնամյակի պրոցեսների տրամաբանության մեջ։ Ավելին կողմերը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների համաձայն բավական մեծ նշանակություն են տվել այդ պայմանագրերին եւ դրանցից բխող փոխհարաբերությունների տրամաբանությանը։ Հիմա փաստացի տեղի է ունենում դրանց չեղարկում, իսկ այդ պայմանագրերը եւ ռուս-թուրքական փոխհարաբերությունը հասկանալիորեն շատ մեծ ազդեցություն ունեցող գործոն է եղել, եթե չասենք չափազանց մեծ ազդեցություն ունեցող գործոն է եղել կովկասյան իրողությունների ձևավորման ընդհանուր տրամաբանության համատեքստում։ Հետևաբար կրկնեմ, շատ էական է դառնում, թե ինչպիսին է այս ամենի հանդեպ Մոսկվայի եւ Թուրքիայի վերաբերմունքը, որովհետեւ Ադրբեջանում տեղի ունեցող այս process-ը նաեւ ինդիկատոր է, որ էական փոփոխություններ են նախանշվում ռուս-թուրքական հարաբերության տրամաբանության համատեքստում։ Ընդհանրապես կասկածից վեր է, որ այս process-ը իր ներքին ձևաչափով լինելով ներադրբեջանական, այդուհանդերձ ռեգիոնալ է եւ եթե չասենք պարունակում է շատ ավելի լայն հնարավոր շերտերի հետ կապված սպասումներ, վախեր, տագնապներ, սցենարներ կամ ինչ-որ պլանավորումներ։ Եվ այս ամենը միանգամայն հասկանալի է այն մեծ տուրբուլենտության եւ վերաձևումների եւ վերափոխումների այն մեծ ժամանակաշրջանի ֆոնին, որ այսօր մենք ունենք աշխարհում ընդհանրապես։ Եվ այս առնչությամբ այնինչ տեղի է ունենում Նախիջևանում, դե ֆակտո համարժեք է Արցախում տեղի ունեցածին, պարզապես այն տեղի է ունենում ոչ պատերազմական ձևաչափով, ինչից իհարկե ամենևին չի նվազում դրա էականությունը ռեգիոնալ մասշտաբի տեսանկյունից։ Պարզապես Արցախում տեղի ունեցածը մեր ցավն էր, տեղի ունեցավ անմիջապես մեր մաշկի համար զգալի եւ ողբերգական հետևանքներով եւ բնականաբար այստեղ մենք շատ ավելի զգայուն ենք նաեւ քաղաքական ընկալումների տեսանկյունից։ Մինչդեռ այնինչ ծավալվում է այսօր Նախիջևանի շուրջ, այդ թվում նաեւ Հայաստանի համար չի լինելու պակաս զգայուն իր հնարավոր հետագա զարգացումների, սցենարների կամ այլ դասավորությունների պարագայում։ Ըստ այդմ շատ կարևոր է ուշադիր հետևել տեղի ունեցողին ավելի լայն իմաստով, ես նկատի չունեմ պարզապես Ադրբեջանում ընթացակարգերը, հետևել տեղի ունեցողին ավելի լայն իմաստով եւ բնականաբար բոլոր իմաստներով պատրաստ լինել այն զարգացումներին, որ Կովկասի պարագայում թերևս լինելու են անխուսափելի։ Այն ինչ տեղի է ունենում Նախիջևանի շուրջ, այդ թվում Նախիջևանի շուրջ, վկայում է, որ Կովկասի ստատուս քվոյի համաշխարհային նոր կարգի պայմաններում Կովկասի տեղի եւ դերի շուրջ զարգացումները, համաշխարհային պայքարը, ազդեցության համար պայքարը ոչ միայն ավարտին չի մոտենում, այլ թերևս թևակողելու է մի նոր դինամիկ շրջափուլ
եւ այստեղ կարող են լինել ամենատարբեր սցենարներ, որոնք ցանկացած պարագայում, այդ թվում Հայաստանից եւ մեզ համար բնականաբար առաջին հերթին Հայաստանից պահանջելու են անհրաժեշտ պետական եւ հանրային որակներ։ Ցավոք սրտի, երբ մենք պետական եւ հանրային որակներին նայում ենք այսօր, այստեղ մենք չունենք լավատեսության հիմքեր։ Միևնույն ժամանակ ես ամենևին կողմնակից չեմ, որպեսզի մենք դիտարկենք այս process-ները վախճանաբանական տրամադրության կամ տոնայնության մեջ։ Ավելին, մենք ունենք հնարավորություն փոխել որակները առաջիկա ամիսների ընթացքում եւ այդ փոփոխությունը ամրագրել ընտրական process-ով։ Ամբողջ հարցն այն է, թե ունենալու ենք արդյոք դրան անկեղծորեն նվիրված եւ դրա անկեղծ շահառու հասարակական, քաղաքական միավորներ եւ այդ միավորների էֆեկտիվ գործունեություն Հայաստանում իսկապես պետական եւ հասարակական իրավիճակ փոխելու, որակներ փոխելու եւ Կովկասի ստատուս քվոյի ու դերի ու նշանակության համար առաջիկա դիմակայության, մրցակցության, պայքարի շրջափուլերում արդեն շատ ավելի կենսունակ պետականությամբ մասնակցելու համար։